համատարած թանկացումներին ինչպես եք վերաբերվում։ Չենք հասնում իրանց հետևից։ Ինչքան էլ միևնույն է գումարը ստանանք, չի հասնում։ Ամեն րոպե թանկացում կա։ Տեղերը, սնունդը, вообще просто շատ է թանկացել։ Երբ նեղ բլեկ եմ տխում, կարոտի համար 50 դրամ թանկացեցին։ Այդ 50 դրամը իրան ինչ անում։ Սնունդի հետ կապված չկա աշխատավարձի բարձրացում, կա հարկերի տուգանքների ավելացում, ընդհանուր վիճակը կյանքի հետ կապված էլի, գրեթե բոլոր ոլորտներում կա թանկացումներ, այդում նաև բժշկական ծառայությունների եւ ոչ մի աշխատավարձի բարձրացում։ Իրենց ձեռք է տալիս թանկացումը, որ բյուջե լսնի փրթե, բայց բյուջեն ուրա գնում չգիտենք մենք այդա։ Շաշկերս լավ չի տեսնում։ Շատ եմ տեսնում, շատ վատ եմ վերաբերվում, շատ ցավով եմ ապրում, այսօր կարող է ես կարողանում եմ գնել, բայց շատ մարդիկ դրանից զրկված են երկար ժամանակ։ Դուրս չի գալիս, ժողովրդի կեսը տավել համարյա աղքատության մեջ են։ Վաղավարի ապրում ենք, փառք Աստծո, ինչ ա եղել, թոշակը ստանում ենք, դեղեր առնում ենք, վարդերը մուծում ենք, լատակների բան հետ ենք գցում։ Դե հազիվ, այսեն ծերին հազիվ։ Կառավարությունով պետք է մեղավոր լինի։ Վարչապետը, բայց ինչի համար է թանկացնում։ Ինչն է պատճառը։ Իրան դեռ տալի, որ ժողովուրդը աղքատության մեջ են։ Փառք Աստծո, թոշակառուների վիճակը շատ լավ է, ապրում են։ Փաշինյանը թող հանգիստ քնի։ Լավ։ Վայ, եկեք չխոսեմ էլի։ Ինչու՞։ Չեմ ուզում։ Մեկ օր շուտ կուզեմ այս փնթի կառավարությունը լուծարվի։ Թոշակառու մարդը ոնց պիտի վերաբերվի։ Փոխենք իշխանությունը։ Դե թանկացումները լավ չի որ լինում է, որովհետև մենք այդքան հարուստ ժողովուրդ չենք, բնականաբար վատ եմ տեսնում, որովհետև մտածեք միայնակ մարդիկ ինչպես պետք է ապրեն, եթե աշխատանք էլ չունենա։ Յուրաքանչյուր թանկացում ի վրա ժողովրդի, հա։ Նախ չեմ սիրում, որ համեմատում ենք նախկին այսօր, մենք պետք է ամեն ինչը վիճակագրությունը գնահատենք այսօրվա վիճակում, թե նախկինում ինչ ա եղել, դա նախկինն է, չէ որ մենք առաջ ենք քայլում։ Ես շատ կթանկանայի, որ մեր պետությունը աշխարհի լավագույն պետությունների շարքին է։